առաջին նիստը եւ նախ օրակարգը պիտի հաստատենք, օրակարգի վերաբերյալ առաջարկություններ, փաթեթի վերաբերյալ առաջարկություններ, դիտարկումներ 24 թվականի ապրիլի 5-ին Եվրամիության սա չի նշանակում Հայաստանի անդամակցություն Եվրամիությանը բառից հենց ուղիղ իմաստով, որովհետև այդ կետին հասնելու համար կամ այդ կետում որոշում կայացնելը չի կարող լինել օրենքի եւ նույնիսկ կառավարության որոշման մակարդակով։ Այդ կետում որոշում կայացնելը կարող է լինել միայն միայն հանրաքվեի ճանապարհով, ուրիշ տարբերակ չկա։ Պես ենք պլանավորել, բայց արդեն գրել ենք մայրաքաղաք, որ մի հաստիք էլ ավելացնեն, մայրաքաղաքի ագնը։ Ոչ միայն մեր կառավարությունն է տենց աշխատում, աշխարհի բոլոր կառավարությունները։ Չէ, բացի դրանից մենք հազիվ Ես ինչ եմ ասում, որովհետև եթե մենք նույնիսկ հիմա օրենք ընդունենք, կառավարության որոշում ընդունենք, ինչքանով դրա իրավական լուծումները կգտնենք, դա ուրիշ հարց է, բայց այդ որոշումները չեն Եվրամիության կամ ընդհանրապես վերպետական կազմակերպության անդամագրվելու որոշում մեր սահմանադրության համաձայն կարելի է կայացնել միայն ու միայն հանրաքվեի միջոցով։ Այսինքն սցենարներից որևէ պարագայում Հայաստանի Հանրապետությունը Եվրամիության անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, ես Հայաստանի Հանրապետության տեսակետից եմ ասում, երբ Հայաստան կնշանակվի հանրաքվե եւ մեր սահմանադրությամբ նախատեսված կարգով հանրաքվեի մասնակիցների սահմանված չափով կողմ ձայներ կստացվեն։ Ցան դրվում չզեկուցվող հարցերի փաթեթ, ովքեր են կողմ դրա ընդունմանը, դեմ չունենք, պատմություն ունի եւ ես էլ առիթ ունեցել եմ ասելու, որ իմ ընկալմամբ մինչեւ ճանապարհային քարտեզի ստեղծումը ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկը Հայաստանի Հանրապետությունը գոնե այս պահի ընկալմամբ որևէ այլ գործողություն չունի անելու եւ ես այն չհամար եմ ասում հանրության շրջանում ակնկալիքները ճիշտ ձևակերպելու համար։ Մենք առաջարկում ենք երկարաձգել ժամկետը մինչև 2025 Միության երկրների դեսպանատներում